Դուք դիտում եք հայկական աշխարհ հեռուստանախագծի հերթական թողարկումը։ Այս թողարկման թեման պետք է որ հետաքրքրի յուրաքանչյուր հայ ընտանիքի, որովհետև թե տեսանելի, թե անտեսանելի թերերով մեզ տանում է մեր ազգային ինքնության ակունքները։ Եվ եթե հավատանք այդ ինքնության պահպանման աշխարհասփյուռ ձգտումներին, ապա հարկ է գիտակցել նաև խնդրի լրջությունը։ Այսօր կփորձենք հասկանալ, թե ինչ վտանգներով են հղի ազգամիջյան ամուսնությունները։ Եվ քանի որ մենք ապրում ենք աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքներում, խնդիրը մեր պարագայում դառնում է առանձնահատուկ։ Ինչ է կատարվում այն ընտանիքների հետ, որոնց միայն մի թևը հայկական արմատներ ունի։ Այսպիսով խոսքը խառն ամուսնությունների մասին է։ Պարզվում է այն երկրագնդի ազգերից ամենաշատը մտահոգում է մեզ, այն էլ բազում եւ խորքային նրբերանգներով։ Հաշվի առնելով մասնագետների բավականին հիմնավոր բացատրությունները, մենք կփորձենք խուսափել խառն ամուսնություն արտահայտությունից, թեև լրագրողական բառամթերքում հենց այդ արտահայտությունն է կիրառվում։ Եվ իսկապես այդ արտահայտության մեջ որոշակի վիրավորական հնչերանգ կա, ուստի մենք կաշխատենք օգտվել ազգամիջյան կամ այլեթնիկ ամուսնություն արտահայտություններից։ Եվ այսպես, ովքեր են իմ զրուցակիցները Երևանում, Մոսկվայում եւ Լոս Անջելեսում։ Երևանում ազգագրագետ Հրանուշ Խարատյանն է, բարև ձեզ։ Լևոն Եպիսկոպոսյանը, մարդու գենետիկայի մասնագետ, Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենետիկայի խմբի ղեկավար, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մոսկովյան, մեր քննարկման մոսկովյան զրուցակցին կներկայացնի Վահե Ավանեսյանը, խնդրեմ Վահե։ Նվեր այսօր մենք Մոսկվայի տաղավար հրավիրել Ռուսաստանի ամենահայտնի էթնոլոգ մեր հայրենակցին Սերգեյ Հարությունովին, նա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ է, իդեպ նա վերջերս դարձել է նաև Հայաստանի ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, դոկտոր, պրոֆեսոր, նաև ակադեմիայի էթնոլոգիայի եւ անթրոպոլոգիայի ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար է։ Շնորհակալություն, Երևանյան տաղավարը ողջունում է ձեզ, պարոն Հարությունով, իսկ այժմ Լոս Անջելեսյան զրուցակցին կներկայացնի Հայկ Արոնյանը, խնդրեմ Հայկ։ Բարև ձեզ Նվեր, բարև ձեզ ձեր բոլոր հյուրերին, ուրեմն այստեղ Լոս Անջելեսի ERTN հեռուստաընկերության ստուդիայում է գտնվում Երվանդ Գրիգորյանը, հոգեբանության դոկտոր, իմիջիալոց Նվեր իմ եւ քո գոլեգան այն առումով, որ երկար տարիներ Երվանդը վարում էր հեռուստահաղորդաշար կապված հոգեբանության հետ։ Շնորհակալություն։ Եվ այսպես ծանոթությունը կայացած է։ Ում ճանաչեցիք Տիկին Խարատյան։ Սերգեյ Սանչարությունովի հետ եւ 5 գոլեգաներ եւ կարող եմ ասել իմ ուսուցիչն է։ Եվ հայաստանյան ազգագրագետներում զգալի թիվ են կազմում այդ մարդիկ։ Ինչ լավ է։ Մենք չգիտենք, բայց զուգադիպությունը բավականին դիպուկստա է։ Շատ ուրախ եմ։ Լավ, սկսենք Տիկին Խարատյան։ Ուզում եմ ձեզանից սկսել։ Այն ինչ մենք փորձում ենք այսօր քննարկել, մտահոգություն է կամ լուրջ մտահոգություն է, թե ունի նաև իր պոզիտիվ կողմերը, եթե փորձենք ավելի խորքային հասկանալ։ Պիտի ասեմ, որ ինձ մի քիչ զարմացրեց, երբ որ դուք ներկայացնում եք խնդիրը, երբ որ շեշտեցիք, թե փորձենք հասկանալ ձևափոխեցիք հետո արտահայտությունը ազգամիջյան ամուսնությունների վտանգները։ Ինձ հետաքրքիր էր, որ դուք միայն վտանգ եք տեսնում ազգամիջյան ամուսնությունների։ Ես հիմա նաև պոզիտիվն եմ ուզում ձեզանից լսել։ Իհարկե խնդիր կա եւ այդ խնդիրը բոլոր դարերում եղել է, բոլոր դարերում եղել են ազգամիջյան ամուսնություններ։ Միշտ չէ եւ բոլոր դարերում չէ, որ դա խնդիր է եղել։ Ընդհանրապես ես կասեի, որ խնդիր է դառնում քննարկման այն միջխմբային ամուսնությունները, որոնք տվյալ իրավիճակում ակտուալ են կամ ակտիվ են որպես ինքնության ձև։ Այս էնդոգամ կամ ներփակ ամուսնությունները միշտ տվյալ պահին ավելի ակտիվ խմբերի համար են ակտուալանում, օրինակ կրոնական փակ համայնքները, մահմեդական քրիստոնյա ամուսնությունները։ Տվյալ դեպքում ես կարծում եմ ձեր մոտ էլ խնդիրը ակտիվացել այն պատճառով, որ 21-րդ դար դեռ չմտած, 20-րդ դարավերջին իսկապես շատ մինար ալիք անցավ էթնիկ ազգային ինքնությունների ամրապնդման եւ հիմա այդ ամուսնության թեման ձեզ ավելի հետաքրքրում է ազգամիջյան ամուսնությունների իմաստով։ Բազմաթիվ հետազոտություններ կան ազգամիջյան ամուսնությունների, իսկապես թե դրական եւ երևի նաեւ բացասական որոշ երևույթներ են ի հայտ գալիս, հատկապես առաջին նույնիսկ երկրորդ սերունդում ընտանիքները, որտեղ ծնողները կամ պապերը նույնիսկ խառն ամուսնություններից են, այդպիսի ընտանիքներում շատ հաճախ է լինում աշխարհայացքային բախում կամ գոնե մարդկային բախումը հաճախ մեկնաբանվում է որպես աշխարհայացքային կամ մշակութային բախում։
Եվ բոլոր ժողովուրդները համարյա, երբ որ դուք ասում եք մեզ համար խիստ ակտուալ է, ես կասեի, որ համարյա աշխարհում չկա ժողովուրդ, ամենաեվրոպականներից էլ սկսած, որոնք իրենց ներսում չքննարկեն այդ հարցը։ Տիկին Խարատյան, մենք Հայաստանում 3 միլիոն ենք, 7 միլիոն էլ դրսում ենք։ Այստեղ պիտի փնտրել մտահոգություն։ Ես չեմ կարծում, թե իհարկե դրսում գտնվողները ավելի հակում ունեն եւ վիճակագրորեն էլ ավելի շատ ունենում են այլազգիների հետ ամուսնություններ։ Հայաստանում էլ մենք այդպես մենք հիմա շատ փակ ենք եւ սահմանային իմաստով, ֆիզիկական իմաստով ենք փակ եւ մշակութային իմաստով ենք փակ։ Մեր երկրում համարյա այլ ազգերի ներկայացուցիչներ չկան։ Ես կարծում եմ, որ այսպիսի դեպքերում փակը միշտ ունի իր մեջ վտանգներ։ Նաև մենք փակ ենք այնքան, որ մենք դառնում ենք ինքներս միայն մեզ հետ համեմատվելու մի վտանգ է առաջանում եւ մենք չենք կարող մեր մշակութային զարգացումը այլոց հետ համատել։ Մենք սկսում ենք դառնալ կամ անհանդուրժող կամ ընդհակառակն ամեն ինչ վերակայենք դասում։ Միշտ շփման անհրաժեշտության կա եւ շփման գոտի է պետք։ Մենք այդ շփման գոտին հիմա չունենք։ Մյուս կողմից մենք մեր կյանքը լցրել ենք բազմաթիվ տագնապներով եւ երբեմն միֆերով կոնկրետ ազգախառն ամուսնությունների հետևանքների մասին։ Մինչդեռ կան ժողովուրդներ, որոնք ծրագրավորում են կամ լրիվներ փակ ամուսնություններով կյանք կամ ընդհակառակն շատ բաց եւ ազատ խոսակցություն ունեն եւ դրական էլեմենտներ են տեսնում։ Լավ, այսինքն մեր խնդիրը պիտի քննարկել եւ բաց աշխարհում եւ այնտեղ, որտեղ ձեր նշած մտահոգություններն են գործում։ Ես չեմ կարծում, թե մեր խնդիրը արդյոք պետք է քննարկել որևէ մեկի հետ։ Ես ուզում եմ հասկանալ, թե մենք ընդհանրապես ինչ ենք տեսնում, ինչ վտանգ ենք տեսնում։ Վտանգ այն աշխարհում, որտեղ դուք ասում եք այդ դրսի աշխարհում, որտեղ մենք շատ սփռված ենք, այդտեղ նույնիսկ առանց ազգամիջյան ամուսնությունների էլ, եթե դուք ուծացման խնդիրն եք տեսնում, ուծացումը կարող է լինել մաքուր հայկական ընտանիքներում, պապերով, տատերով, ավանդաբար հայեր են, ամուսնության իմաստով, այո, դրսում։ Բայց մարդիկ բոլորովին հայկական չեն, իրենց կենցաղով, իրենց կյանքով, իրենց լեզվով։ Լավ, դա թողնենք հետո, Տիկին Խարատյան։ Պարոն եպիսկոպոսյան, մեր տեսակի հետ կապ ունի այն ինչ քննարկում ենք։ Հայի տեսակի հետ։ Հայի տեսակետ, եթե գենետիկայի տեսակետից այս հարցը, որը մենք այսօր, որի շուրջը բանավեճ պետք է սկսվի մեր գործընկերների հետ, ես կարծում եմ գենետիկայի տեսակետից ոչ մի հետաքրքրություն չունի այս հարցը, քանի որ կլինի դա միջէթնիկական ամուսնություն, կլինի ներէթնիկական ամուսնություն, գենետիկայի տեսակետից ոչ մի բան այստեղ չի փոխում, եթե հաշվի առնենք ինքնությունը։ Էթնիկական ինքնություն։ Լավ, եթե հայը հայտնվում է մի միջավայրում, որտեղ նա ինքնության կորուստների մեջ է հայտնվում, դա կապ ունի ձեր նշածի հետ։ Գենետիկայի հետ ոչ մի կապ չունի։ Գենետիկայի հետ կապ չունի։ Դա ինչ է լինում այդ մարդու ճակատագիրը։ Ճակատագիրը մեջ նրան։ Գուցե արժի մի երկու այսպես հիմնարար բաներ ասել այստեղ, տեղեկություն տալ։ Ժողովուրդը, որը բնակվում է երկրագնդի վրա, 99.98% նույնն է։ Մեր գենոֆոնդը, գենոտիպը նույնն է։ Գենոտիպ, այսինքն մենք կրում ենք 99-98% նույն գենոտիպը, նույն գեները, DNT-ն նույնն է։ Ընդամենը 0.02%-ն է, որ առանձնացնում է մեզ։ Այսինքն ամբողջ բազմազանությունը մարդկության այդ փոքր թվի մեջ է։ Այսինքն, երբ հայի եւ ադրբեջանցու, հայի եւ թուրքի ամուսնությունը մեզ հաբեկում է, դա այդքան էլ այդպես չէ։ Գենետիկորեն ընդհանրապես գենետիկորեն առհասարակ, երբ լսում ես բառը չկա, այդ ինչ բան է։ Եվ եւս մի հատ այսպես հիմնարար եւ սկզբունքային կարելի ասել տեղեկություն, դա հետեւյալն է, ընդամենը 50,000 տարի առաջ մենք, այսինքն մեր նախնիները մուտք գործեցին 50,000 տարի առաջ ընդամենը մուտք գործեցին Աֆրիկայից այստեղ, այսինքն նորագույն մարդը, մարդ բանականը եւ Homo sapiens, այո, մարդ բանականը եւ այդ մարդկանց թիվը ընդամենը 10,000 էր։ Եվ այդ 10,000 մարդը դա այն հիմքն էր, այն ակունքն էր, որը սփռվեց ամբողջ երկրագնդով եւ պատկերացրեք 50,000-ը դա ընդամենը 2000 սերունդ է։ 2000 սերունդ առաջ մենք, այսինքն իրավունք չունենք ոչ գենետիկական, ոչ չգիտեմ ազգագրական, ոչ մարդկային իրավունք խոսել տարբեր
խմբերի մասին։ Խմբերը առաջացան աստիճանաբար եւ եւս մի երկու կարևոր տեղեկություն դա հետեւյալն է։ Հայ ժողովուրդը ամենահին ժողովուրդներից է։ Մենք հպարտանում ենք դրանով, բայց պետք է նաեւ հաշվի առնենք, որ հայ ժողովուրդը կայացել է որպես տարբեր խմբերի, ցեղերի եւ այլ խառնորդ, եւ այդ խառնորդը այսօր մենք տեսնում ենք այդ խառնորդի արդյունքը։ Այսօր հայ ժողովրդի գենետիկական ֆոնդը, գենոֆոնդը շատ բազմազան է։ Այսինքն մեր հիմքը շատ լայն է, շատ խորն է եւ այդ հիմքի վրա այսպեսի մի օրինակ բերեմ։ Մենք կարող ենք շատ լավ, մեծ, կայուն, հուսալի շենք կառուցենք։ Ինչքան հիմքը մեծ է, այնքան շենք ավելի երկար կարող ենք կառուցել։ Եվ մեր հետագա, այսպես ասած, կյանքը, մեր տևողությունը գենետիկական իմաստով բավականին հուսալի է եւ ոչ մի վտանգ